Հրապարակ թերթը գրում է իշխանական աղբյուրների փոխանցմամբ եկեղեցու դեմ արշավի լռությունը թվացյալ է։ Վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ։ Հավաքում են փաստեր, կոմպրոմատներ, մարտավարություն են մտածում, իսկ այս պասիվությունը պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ Իրան-Իսրայել պատերազմով։ Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները հատկապես այս օրերին իրեն չեն ներվի, ուստի սպասում են ջրերը հանդարտվեն ու նոր շարունակեն պատերազմը։ Իսկ եկեղեցին վերցրել է իրեն նետված ձեռնոցը, 3 կլոր սեղան էին կազմակերպել եւ բարձրաստիճան հոգեվորականներ, քաղաքական հասարակական գործիչներ վերլուծում էին Փաշինյանի գրառումները, կոշտ գնահատականներ տալիս։ Հունիսի 16-ից 22-ն էլ Մայրաթորը նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով հավատացյալների երկրպագության համար Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներն են դուրս բերվելու։ Շաբաթն ավարտվելու է հունիսի 22-ին Մայր տաճարում Սուրբ Պատարագով, որի ավարտին կհնչի մաղթանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ գնացել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու։ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը կամ կբավարարի մեղադրվող Ջալալ Հարությունյանի պահանջը եւ նրան կարդարացնի կամ գործը կուղարկի առաջին ատյանին դատարան նոր քննության եւ չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնի անփոփոխ։ Հիշեցնենք, առաջին ատյանի դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5.5 տարվա ազատազրկման։ Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Հրապարակ թերթը գրում է հունիսի 15-ը ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր։ 20 հոգանոց վարչության համար 42 թեկնածու է առաջադրվել։ Գործող կազմից չի առաջադրվել Արփի Դավոյանը, նա երեխայի է սպասում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ թիմը հատկապես հանձինս Տիգրան Ավինյանի Արփի Դավոյանին դեմ է, թե բոլորի դեմ սլիվներ է կազմակերպում, անցանկալի մարդ է դարձել Փաշինյանի համար, որովհետև քննադատում է ՔՊ-ական կոռուպցիոներներին։ Գործող վարչության մյուս անդամներն առաջադրվել են ազգային ժողովի խմբակցության կանանց մեծ մասը, նույնպես առաջադրված համայնքապետեր կան։ Օրինակ Արտաշատի համայնքապետ Կարլեն Մկրտչյանը, մինչդեռ երբեմնի կարկառուն ՔՊ-ական այժմ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինչպես նախորդ այս անգամ էլ չի առաջադրվել։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նույնպես հիշեցնեն ՔՊ վարչության գործող կազմը 15 հոգանոց է որոշել են եւս 5 տեղ ավելացնել եւ կանանց քվոտա սահմանել։ Ամեն երրորդը կին պետք է լինի։ Հուլիսի կեսերից ներկուսակցական քարոզարշավ կսկսվի։ Սեպտեմբերի կեսերին հավանաբար 15-ին համագումարը կկայանա, որի ժամանակ էլ կընտրվի ղեկավար մարմինը վարչությունը։ Հրապարակ թերթը գրում է դատարանը նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանի կալանքի հարցը 7 ժամ քննելուց հետո որոշեց տնային կալանք սահմանել, ինչը նշանակում է, որ նա չի կարող տնից դուրս գալ եւ նրան բացի ազգային ժողովի падգամավորներից ու փաստաբաններից ոչ ոք չի կարող այցելել։ Սակայն մոտ ժամանակներս նշանակված էր Աբրամյանի թոռան դստեր տղայի հարսանիքը։ Աբրամյանի թոռը նշանված է Ջերմուկի Աշոտ Արսենյանի թոռան հետ։ Եթե մինչ այդ տնային կալանքը չվերացվի, ապա կամ հարսանիքը կհետաձգվի կամ նախկին վարչապետը ոստիկանների ուղեկցությամբ կմասնակցի սեփական թոռան հարսանիքին։ Փաստորաթերթը գրում է արդեն տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ական խումբը պատերազմ են հայտարարել հայ առաքելական եկեղեցուն, ընդ որում հետաքրքիր զուգադիպությամբ ՔՊ-ն ու Ադրբեջանը մասնավորաբար Փաշինյանն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն հետաքրքիր զուգադիպությամբ շատ սինխրոն են գործում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի հերքել իր հայտարարած պատերազմում Ադրբեջանի ու Թուրքիայի դերը, հայ հանրությունը սակայն իր միակամությամբ ցույց տվեց, որ ազգայինի դեմ, այդ թվում եկեղեցու դեմ ցանկացած արշավ սուր դիմադրության է արժանանալու։ Մեծ այդ զրույցում Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ Հայաքվեն նաև առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին։ Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների եւ հայոց եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժե զրկել, ապա կասեցնել
Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը եւ հայոց եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը եւ կանխել հնարավոր քաղաքացիական բախումները։ Մեր տեղեկություններով եկեղեցու պաշտպանության եւ հայակվեի կողքին կանգնելու հարցում հասարակության ու հասարակական քաղաքական ուժերի նման հաստատակամությունը եւ միակամությունը բավականին լուրջ երկընտրանքի առջև են կանգնեցրել Նիկոլ Փաշինյանին։ Նա կամ պետք է մինչև վերջ գնա, ավելի շատ ոտնահարելով սահմանադրությունն ու օրենքները, կամ պետք է ընդունի իր պարտությունն ու հեռանա, ընդ որում հնարավոր է ոչ միայն պաշտոնից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է վարդապետների կուսակրոնությունը խախտելու կամ չխախտելու հանգամանքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը համարում է ազգային հարց եւ ոչ միայն եկեղեցականների համար։ Այս ձևակերպումն արտահայտում է ոչ թե Խուդատյան անհատի կարծիքը, այլ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալ ցանկացող անձի վարքագծի դրսևորում է։ Դավիթ Խուդատյանը 2024 թվականի անշարժ գույքի եկամուտների ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն ունի 1 բնակարան, բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Փառաքարում ընտրությունները տապալած Խուդատյանը նախորդ տարի որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոց հայտարարագրել է 2020 թվականին արտադրության 8.5 միլիոն դրամ արժողությամբ Toyota Magnishi մեքենա։ Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 միլիոն 790 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4.1 միլիոն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 միլիոն 700 հազար դրամ, որից 11 միլիոն 995 հազար դրամը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմից է ստացել, քանի որ Արմավիրում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո կրկին նշանակվել էր մարզպետ։ Եկամուտների մի մասը 3 միլիոն 597 հազար դրամը Խուդատյանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունից է ստացել, քանի որ նախարար է նշանակվել 2024 թվականի նոյեմբերի 21-ին։ Եկամտի մյուս մասը 1 միլիոն 107 հազարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մարզպետարանի աշխատակազմից է ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 միլիոն 87 հազար դրամ, որից 18 միլիոն 610 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդ է։ Խուդատյանը հեղափոխությունից հետո 2019 թվականին միայն 1 բնակարան է գնել, որն էլ այս 7 տարիներին նրա միակ ձեռքբերումն է եղել։ Հարկ է նշել, որ հեղափոխությունից անմիջապես հետո Արմավիրի մարզի ղեկն իր ձեռքը վերցրած Խուդատյանը պարտավորվել էր փառաքարում ապահովել ՔՊ-ի լիակատար հաղթանակը, սակայն իշխանությունը խայտառակ կերպով տապալեց ընտրությունը եւ ընդդիմությունը հաղթանակ տարավ։ Փաստորաթերթը գրում է դեռևս ապրիլի վերջին, երբ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ազատվեց պաշտոնից, ապա եւ սառողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանական կուլիսներում խոսակցություններ էին պտտվում, որ այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, չնայած որ նա որևէ կապ չունի ոլորտի հետ։ Ըստ մեր աղբյուրների, ինչպես Դանիելյանի դեպքում Պետրոսյանի համար եւս ակտիվ լոբինգ է իրականացնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ավելին, կային տեղեկություններ, որ այդ նշանակումը պետք է լինի հունիսի սկզբներին, սակայն անցել է բավական ժամանակ, իսկ ՍԱՏՄ ղեկավար դեռևս նշանակված չէ։ Տիգրան Պետրոսյանն էլ դեռևս բավարարվում է ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարողի կարգավիճակով։ Այս ընթացքում նա ամեն ինչ անում է, որ ցույց տա, թե ինչքան շատ գործ է անում, թե ինչ արժանի է նշանակվելու գրեթե ամենօրյա ռեժիմով։ Ստուգումների ու կասեցումների մասին հաղորդագրություններ են տարածվում ՍԱՏՄ անունից։ Այդուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի շտապում նշանակում անել։ Բանն այն է, որ մեր տեղեկություններով վարչապետին պարբերաբար զեկուցում են, որ բազում խնդիրներ են ծագել այս ընթացքում։ Խոսքը վերաբերում է մի քանի հարցի։ Այս ամենը պատճառ է դարձել, որ ՍԱՏՄ ղեկավար նշանակելու հարցն առայժմ արկախվի, առավել եւս, որ ինչպես նշեցինք, Պետրոսյանի համար բարեխոսում է Արայիկ Հարությունյանը, որի պրոտեժե Արմեն Դանիելյանը հիմա կալանավորված է։